Ըստ խնդրի, Աննան և նրա ընկերները շրջան կազմեցին։ Հայտնի է, որ երեխաներից յուրաքանչյուրի երկու հարևան երեխաները տարբեր սեռի են։ Պահանջվում է գտնել, թե քանի աղջիկ էր կանգնած շրջանում, եթե տղաները 6-ն էին, և պահանջվում է գտնել բոլոր հնարավոր պատասխանները։ Իհարկե, սա մեզ կարող է հուշել, որ մի քանի պատասխան կլինի խնդրի համար, բայց դա հստակ ասել չենք կարող։ Պետք է լուծել և հասկանալ, քանի հնարավոր պատասխան կունենանք։ Դե քանի որ մենք գիտենք Աննան կանգնած է այդ շրջանում և տղաների քանակը գիտենք, եկեք Աննայի դիրքը ֆիքսենք ու նրա կողմ սկսենք դասավորել տղաներին և աղջիկներին։ Նշենք այստեղ ինչ ենք անում, ֆիքսենք Աննայի դիրքը։ Ահա։ Եվ ենթադրենք Աննան այստեղ է։ Գիտենք, որ Աննայի երկու հարևան երեխաները տարբեր սեռի են, ինչը նշանակում է, որ մի հարևանը նրա պետք է լինի աղջիկ և մյուս հարևանը պետք է լինի տղա։ Հիմա եկեք դիտարկենք արդեն, ահա այստեղ է երկու հարևանները, ահա այս կողմից շարունակենք ամեն ինչ։ Դե այս տղայի մի հարևանը Աննան է, Աննան աղջիկ է, նշանակում է մյուս հարևանը պետք է լինի տղա։ Ահա, որպեսզի տարբեր սեռի պայմանը ապահովվի։ Հիմա դիտարկենք այս տղային։ Նրա հարևաններից մեկը տղա է, ինչը նշանակում է, որ մյուս հարևանը պետք է լինի աղջիկ։ Եվ տեսեք, որ դեռ երկու տղա է մեզ մոտ շրջանում կանգնած, իսկ պետք է լինեին 6-ը, հետևաբար հանգիստ շարունակում ենք։ Այս աղջկա հարևանը ովքեր են։ Եկեք մի քիչ գեղեցիկ ձևով դասավորենք մեր շրջանը։ Ահա այս աղջիկը հիմա ունենք։ Մի հարևանը տղա է և հետևաբար մյուս հարևանը պետք է պարտադիր լինի աղջիկ, որպեսզի տարբեր սեռի լինեն։ Ահա այս աղջկանն ենք դիտարկում։ Մի հարևանը աղջիկ է, ուստի մյուս հարևանը տղա է։ Եվ հիմա այստեղից շարունակելու փոխարեն եկեք նախորդ 4 երեխաներին դիտարկենք, երկու տղա, երկու աղջիկ էին կանգնած։ Հետևաբար այստեղից նույնպես նույն տրամաբանությամբ կշարունակվի, բայց դե իհարկե մեր եզրակացությունները անենք քայլ-քայլ։ Այստեղ տղա է, նրա մի հարևանը աղջիկ է, ուստի մյուսը պետք է լինի տղա, որպեսզի տարբեր սեռ լինեն։ Տղա ունենք, մի հարևանը տղա է, հետևաբար մյուս հարևանում աղջիկ պետք է լինի։ Այս աղջկա մի հարևանը տղա է, ուստի մյուս հարևանը պետք է լինի աղջիկ։ Հետևյալ աղջկա մի հարևան աղջիկ է, ուստի մյուսը կլինի տղա։ Եվ ակնհայտ է, որ այս տղայի մի հարևանը աղջիկ լինելով մյուս հարևանին կդարձնի տղա պարտադիր։ Հիմա արդեն այստեղից է պետք շարունակել։ Տեսեք, եկեք նախ դասավորենք, որ շատ խիտ ստացվեց մի հատվածում երեխաների քանակը։ Ահա այսպես։ Որենք ավելի պարզ կերևա։ Այստեղ աղջիկ, նույնպես աղջիկ ունենք։ Եվ երկու տղաներին վերև բարձրացնենք։ Ահա։ Հիմա, ինչ ենք անում այս իրավիճակում, իսկ արդյոք մենք շրջանը ավարտեցինք առհասարակ։ Իրականում կարող եք նկատել, որ այո, մենք արդեն ավարտեցինք շրջանը, որովհետև նախ նշենք տղաներին։ Մի տղա, երկրորդ տղան, երրորդ, չորրորդ, 5-րդ և 6-րդ, քանի որ 6 տղա արդեն կա շրջանում, մենք նրանից հետո պետք է շարունակենք ու միայն աղջիկներ շրջանում ավելացնենք։ Հիմա, այստեղ ունենք տղա, նրա մի հարևանը տղա է, ուստի մյուսը պետք է լինի աղջիկ։ Ահա ունենք աղջիկ։ Այս աղջկա մի հարևանը տղա է, մյուս հարևանը Աննան է այս դեպքում։ Տեսեք, մենք դեռ աղջիկ չենք ավելացրել, ինչը ճշմարիտ է։ Աննայի հարևանը աղջիկ է, մյուս հարևանը տղա, ուստի Աննայից քանի որ սկսել ենք, ամեն ինչ ճշմարիտ է։ Իսկ արդյոք մենք չենք կարող այստեղ աղջիկ ավելացնել։ Նկատենք, որ եթե այստեղ աղջիկ լինի, պրոբլեմ կառաջացնի, որովհետև այլ տղա մենք չունենք շրջանում, և այդ աղջկա երկու հարևանները կդառնան երկուսն էլ աղջիկ, և դա արդեն կխախտի մեր խնդրի պայմանը, որ հարևանները պետք է տարբեր սեռի երեխաներ լինեն։ Հետևաբար այստեղ չկա այդ մի ավել աղջիկը, ինչն էլ նշանակում է, որ շրջանում կանգնած են 6 տղա և 6 աղջիկ։ Եվ այս գտեք բոլոր հնարավոր պատասխանները ձեզ մի քիչ ապուսիկ կարող է լինել ու ուղղակի շեղելու համար էր։ Ավելի ուշադիր է պետք լինել այսպիսի իրավիճակներում և դարկել բոլոր հնարավոր իրավիճակները ու հակասությունների գալ տարբեր դեպքերում։ Հետևաբար մեր պատասխանը 6 շրջանում կանգնած է 6 աղջիկ։ Թեթև ամփոփենք խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք։ Ֆիքսեցինք Աննայի դիրքը ու սկսեցինք տղաների դասավորել հերթով։ Եթե հակառակ ուղղությամբ դնեինք, տեսեք, այստեղ մենք
Անայի ձախ հարևանը աղջիկ ենք տարել, իսկ աջ հարևանը տղա է, կարող է հակառակը լինել, բայց դա ուղղակի ստանալու ենք այս պատկերի սիմետրիկը, որ հայելային հակառակը, եթե այս ուղղությամբ գնայինք, նույնն ենք ստանալու, ինչ այս ուղղությամբ գնալու դեպքում հակառակ դասավորությամբ ոչինչ չէր փոխվելու այստեղ, հետևաբար կարող ենք միայն այս իրավիճակը դիտարկել ու հետո արդեն մնացածը սկսենք հասկանալ ինչ արեցինք, տղա ունենք այստեղ, տղայի մի հարևանը Անան է, ուստի մյուսը պետք է լինի տղա, և այդպես հետևություններ անելով հասկացանք, որ ունենալու ենք մեզ մոտ երկու տղա, երկու աղջիկ, երկու տղա, երկու աղջիկ, և այդպես դասավորելուց հետո ստացանք, որ շրջանում 6 տղա լինելու դեպքում մեզ անհրաժեշտ է 6 աղջիկ, ուղղակի ավել աղջիկներ լինել չեն կարող, հետևաբար խնդրի պատասխանն է 6: Այսքանով լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել: